Մենք բոլորս պետք է հասկանանք, թե ինչ նախապայմաններ կան, որի տակ մտել է Նիկոլ Փաշինյանը եւ բոլորիս համար դրանից հետո պարզ կդառնա, թե ինչու է նա այսպիսի ագրեսիվ վարքագիծ դրսևորում։ Ուրեմն թուրք ադրբեջանական եւ արևմուտքի գլոբալիստական շրջանակների պահանջները Հայաստանից հետևյալն են. Առաջին, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հանձնում։ Երկրորդ, ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։ Երրորդ, Հայաստանի առնվազն 3 տարածքների հանձնում, որոնք ճանապարհային կարևորագույն հանգույցների վրա են։ Չորրորդ, ատոմակայանի փակում։ Հինգերորդ, Հայաստանի հանքարդյունաբերության ոչնչացում, որը այսպես կոչված բնապահպանական ծրագրի շրջանակներում պետք է իբր թե նպաստեն Հայաստանի էկոլոգիական միջավայրին։ Հաջորդը, ռուսական ռազմաբազայի Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հեռացում։ Հաջորդը, Հայաստանը պետք է դուրս գա հապկից։ Հաջորդը, Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից։ Եվ դա այն դեպքում, երբ որ ԵԱՏՄ-ի շրջանակներում եւ մասնավորապես հայ-ռուսական առևտրային հարաբերություններում մեր տոկոսաչափը ավելի քան 30% է։ Այսինքն Հայաստանի տնտեսական կոլապս։ Եվ բնականաբար Հայաստանի ուկրաինացումը նախատեսված է, որպեսզի թուրքական աշխարհը կարողանա գերիշխող դեր զբաղեցնել Հարավային Կովկասում եւ դրանով իսկ աշխարհաքաղաքական առումով մեծ խաղի շրջանակներում դուրս մղվի Ռուսաստանը եւ Իրանը մեր տարածաշրջանից։ Ահա այս հրեշավոր ծրագրի տակ է մտել Նիկոլ Փաշինյանը եւ բնական է, որ բոլոր այն մարդիկ, բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր դեմ են այս ամենին, ովքեր Հայաստանի ազգային պետական շահն են պաշտպանում, իրենք պետք է հրճակվեն դավաճաններ իմ նշած Գեբելսյան քարոզչամեքենայի ծրագրի շրջանակներում։ Մեզ վրա որևէ ազդեցություն իրենց հարձակումները չեն կարող թողնել, ինչպես հայտնի է Մայր Հայաստան կուսակցությունը դեռևս անցած տարվանից եւ իր ստեղծման օրվանից կարելի ասել մշտապես կողմ է եղել, որպեսզի ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացվի եւ մենք ինքներս օրինակ ենք ծառայել կոնսոլիդացիայի, ցույց տալով, որ ոչ թե մանդատի խնդիր ունենք, ոչ թե աթոռի խնդիր ունենք, այլ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը Արցախի ճակատագրին չարժանանա։ Մենք մասնակցում ենք այս ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, ինչպես գիտեք, Ծառուկյանի դեմ էլ հարձակումներ են գործում եւ նույն Գեբելսյան քարոզչամեքենայով աշխատում են, մյուս քաղաքական ուժերի դեմ են գործում եւ մենք դատապարտում ենք բոլոր այն ապօրինությունները, որոնք իրականացվում են մեկի դեպքում մի հայտարարության համար, մյուսի դեպքում մի հարցազրույցի համար, երրորդի դեպքում մի ելույթի համար եւ ես կոչ եմ անում, որպեսզի ընդդիմադիր դաշտում գլխավոր հարցերում տեղի ունենա կոնսոլիդացիա, միասնականություն, որովհետև առանց դրա այս իշխանությունները կարող են վերարտադրվել եւ եթե մենք Արցախի ճակատագրին արժանանանք, արդեն կարևոր չի լինելու թե ով է եղել, ասենք, նախագահ, վարչապետ, падգամավոր, նախարար կամ սովորական գործարար։ Այս ընտրությունները ունեն առանձնահատկություններ, առաջինը այն է, որ մենք դարձել ենք աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ, երբեք նման բան չի եղել Հայաստանում։ Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ Ալիևն ու Էրդողանը շատ ակտիվ դերակատարում ունեն Հայաստանի ընտրություններում եւ ներքաղաքական կյանքում, նրանք ունեն տեխնացու իդեմս Նիկոլ Փաշինյանի եւ երրորդ առանձնահատկությունը այս ընտրությունների այն է, որ Հայաստանում երբեք չի եղել, որ համապետական ընտրությունների ժամանակ դրված լինի լինել-չլինելու խնդիր, այսինքն գոյաբանական հարց մենք երբեք չենք լուծել։ Եղել են ներքին կյանքին վերաբերող թեմաներ, բայց դա չի վերաբերել Հայաստանի պետականությանը։ Այս դեպքում մենք գնում ենք փաստորեն յուրօրինակ հանրաքվեի
եւ հունիսի 7-ին մեր քաղաքացիները պետք է պատասխանեն մի հարցի. արդյոք մենք ունենալու ենք Հայաստանի Հանրապետություն, թե Արևմտյան Ադրբեջան։ Ահա այս ամբողջական պատկերը ներկայացնելու համար էր, որ ես ուզեցա շփվել մեր հարգարժան լրագրողների եւ մեր հանրության հետ եւ նրանց կոչ եմ անում անպայման մասնակցել ընտրությանը, քանի որ ընտրության բարձր մասնակցությունը, ինչպես որ մենք ցույց տվեցինք Գյումրիի օրինակով, հանգեցնելու է անխուսափելի իշխանափոխության եւ Նիկոլ Փաշինյանը այդ դեպքում երնեք է տալու Սաակաշվիլու ճակատագրին, որովհետեւ այն ինչ որ արվում է մեր պետության դեմ, վաղեմության ժամկետ չունի եւ արժանանալու է իրավաքաղաքական գնահատականի։ Իսկ քաղաքացիական պայմանագրի շարքերի, միջին օղակների եւ պետական ապարատին ուզում ենք տեղեկացնել, որ նրանք չպետք է իրականացնեն այն ապօրինությունները, այն ապօրինի հրահանգները, որոնք իջեցվում են վերևից։ Մենք չենք պատրաստվում իշխանափոխությունից հետո վհուկների որս իրականացնել, մենք չենք պատրաստվում թշնամանքի ատելության մթնոլորտ ձևավորել, այլ ճիշտ հակառակը, մենք հանրությանը կոնսոլիդացնելու ենք, ուժեղացնելու ենք, համախմբելու ենք։